SIDS-ը նույն ինքը մանկական հանկարծամահության համախտանիշը շարունակում է տարածված խնդիր մնալ աշխարհում։ Այն նորածնի կամ մինչև 1 տարեկան առողջ երեխայի հանկարծակի անբացատրելի մահն է, որի պատճառը մնում է անհայտ։ Կան ռիսկի գործոններ, որոնց մասին ծնողները պետք է իրազեկված լինեն, նշում են մասնագետները։ Վերահսկելի գործոններ են ծնողի ծխելու հանգամանքը, եւ պրենատալ, այսինքն հղիության ընթացքում եւ պոստնատալ, որը ապացուցված շատ լուրջ ռիսկի ֆակտոր է մանկան հանկարծամահության համախտանիշի զարգացման մեջ։ Շատ կարևոր է փափուկ անկողին չունենալը, երեխան պետք է քնի կոշտ ներքնակի վրա, մեջքի դիրքում պարտադիր, կողքի դիրքերը, առավել եւս փորիկի դիրքը քնած ժամանակ այդ համախտանիշի զարգացման լուրջ ռիսկի գործոններ են։ Համախտանիշը զարգանում է հիմնականում երեխայի գիշերային քնի ժամանակ։ Փափուկ մահճակալը, փափուկ բարձը, փափուկ խաղալիքը ըստ միջազգային հետազոտությունների եւս մինչև 1 տարեկանների հանկարծամահության ռիսկի գործոններից են։ Կարող են տարբեր ձևերով, տարբեր հանգամանքներում ընկնել երեխայի դեմքին, փակել շնչուղիները եւ եթե շատ մոտ են գտնվում այդ բարձերը, ելի նույն մեխանիզմով ածխաթթու գազի շնչելու եւ ապա հիպերկապնիայի շնչառության կանգի զարգացման մեխանիզմով։ Այդ կապակցությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եւ ամերիկյան մանկաբուժական ասոցիացիան հորդորում են, որ երեխան ծնվելուց անմիջապես հետո պետք է քնի կոշտ, հարթ մակերեսին ներքնակին, մեջքի վրա դիրքում։ Նորածնային անհասությունը եւս ռիսկի գործոններից է, ուստի կարևորվում է ծնողի կողմից երեխայի ճիշտ խնամքը։ Միացյալ Նահանգներում օրինակ 1000 նորածնից 10-ը հանկարծամահ է լինում, նշում է բժիշկը։ Ռիսկային շրջանը 2-ից 4 ամսականն է։ Մինչև 11 շաբաթականը պետք է բացառել նաև երեխայի ծնողի կողքին քնելու հանգամանքը։ Փոքրիկը պետք է քնի առանձին իր օրորոցում։ Նարեկ Ոսկանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։